Առավոտյան Էջմիածնի մշակույթի տանը ընտրելու գնացել հայրենիք կուսակցության թեկնածու գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ասում է քվեարկել է հանուն հայի արժանապատվության։ Մանուկյանը ընդդիմադիրների միավորման միջոցով է տեսնում հաղթանակը։ Մենք չմիավորվենք, մեր կփոշիացնենք մեր եղած քվեները, կմիավորվենք եւ կարողանանք միասնաբար լուրջ խնդիրներ լուծել։ Ասում է հանդիպումների ընթացքում զգացել է, փշրվել է հավատը էջմիածինցիներից շատերի մոտ։ Արագած գյուղի ընտրատեղամասում է քվեարկել քաղաքացիական պայմանագրի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որը նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Քվեարկությունից հետո լրագրողներին ասել է, վաղարշապատցու բացարձակ վստահությունն է իրենց նպատակը։ Ռիոփնի իմ գործընկերը հետաքրքրվում է ներկուսակցական դեմոկրատիայի նրբություններից։ Պարոն Մեխակյան, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են կայացվում։ Ոնց է ստացվում, որ միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետևաբար եթե միաձայն է վարչության նախագահն Նիկոլ Փաշինյանը, հետևաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի թեկնածու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մեկ դեմ։ Ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում եք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք, որ կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխակյան։ Ժորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում։ Եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը գուշակություն չի ուզում անել, բայց համոզված է գնում են բացարձակ հաղթանակի։ Ռիոփնի հարցին պատասխանում է այսպես. Պարոն Խաչատրյան, իսկ ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ վաղարշապատ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ Էջմիածնում հոգևոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Հանրապետություն կուսակցությունից Հարություն Մկրտչյանը, որը ըստ էության չի բացառում իշխող քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը, մյուսների պարագայում ավելի շուտ խոստանում է երկու ձեռքը կտրել։ Իսկ թե ով կմիանա, ինձ այդ հարցերն ուղղեք այդ տեխնացուին, օրինակ քաղաքացիական պայմանագրին ուղղեք այդ հարցը, պատրաստ է ինքը Հարություն Մկրտչյանի եւ Հանրապետություն կուսակցության հետ դաշինք կազմել եւ քաղաքի կառավարումը հանձնել մեզ, թե ոչ։ Մայր Հայաստանը պետություն եկեղեցի հակամարտության մեջ եկեղեցու կողքին է, կուսակցության թեկնածու Գրիշա Հարությունյանն է հիշեցնում։ Անգամ, ասում է, ստորագրահավաք են արել ու համոզվել, որ վաղարշապատցիների 90%-ը եւս եկեղեցու կողմից է։ Ընդդիմության մեջ չէ, առայժմ չունենք նմանատիպ ուժ, որ այսպես ասած անվերապահորեն մենք չունենք նմանատիպ։ Մենք դիտարկում ենք ընդհանուր ընդդիմությանը մի ուժ է սպահին, այսպես ասած, այն ուժերը, որոնք որ իրականում ընդդիմադիր են, մենք նորից եմ շեշտում, չենք բացառում մեր համագործակցությունը։ Ընդդիմադիր գործընկերների հետ միանալու հնարավորության մասին հարցրինք նաև ազատ դեմոկրատներից Վահրամ Ազատյանին։ Ցանկացած ուժ կարող է ինձ հետ գալ կոալիցիա կազմել, ես ոչ մեկի հետ չեմ կազմել։ Իսկ ձեր հետագա ծրագրերի մասին մի փոքր կպատմեք, առաջիկա քայլերի մասին։ Առաջիկա քայլերը շատ լավն են լինելու։ Ժառանգության թեկնածուից եւս հետաքրքրվեցինք, թե որոնք են լինելու վաղարշապատի համար առաջին քայլերը ընտրվելու դեպքում։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերն էլ կնշեք, որոնք են լինելու։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերը մեր ժողովրդին շնորհավորելը, որովհետև սա լինելու է մեր հաղթանակը ապագայի եւ վաղվա օրվա համար, իսկ քայլերը դեռ կտեսնենք ինչ կլինի։ Հանուն հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության է քվեարկել համահայկական ճակատ կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը։ Քվեարկեցի Հայաստանի Հանրապետության
Ես այսօր քվեարկեցի Հայաստանի Հանրապետության լինել չլինելու։ Ես այսօր քվեարկեցի հայ առաքելական եկեղեցու պաշտպանության։ Ես այսօր քվեարկեցի մեր հայ ազգի միասնության համար։ Վաղարշապատի համայնքապետի բոլոր 8 թեկնածուներն արդեն քվեարկել են, մոտ 2 ժամից կբացվեն քվեատուփերը ու քվեների հաշվարկից հետո պարզ կլինի, թե նրանցից որի սպասումներն էին արդարացի։ Լիլիթ Մուրադյան, Ռիոփան մեդիա։